Ուրեմն նայեք, սա դեպի Մերիդիան տանող ճանապարհն է, մետրոպոլ հյուրանոցն է, Գալֆ բենզալցակայանը։ Երևանի քաղաքապետարանն է աշխատանքներ անում հիմնականում, նաև այլ շինարարական ընկերություն կա, բայց հիմնականը Երևանի քաղաքապետարանում։ Ջրցան մեքենան ստեղ է, որ պետքա ջուր իբրև լցնի, որ այս փոշի չլինի։ Այս մեքենան ստեղ է, ոչ մի գործ ինքը չի, մի անգամ տեսել որ ջուր լցնի։ Քանդել են ամբողջ բուլիժնիկները ստեղի, որտեղ հոկտեմբերի լինելու է COP17-ը, որ պատրաստեն, դա հասկացանք։ Փոխում են ստեղի ջրի խողովակները։ Ջրի խողովակները մի քանի անգամ իրանց անփութության գծերը չիմանալու պատճառով վնասել են։ Կարկատաններով սարքել են, ջուրը ստեղից դուրս էր գալի, այս լուկի մեջից դուրս էր գալի ու գնում էր։ Օրերով գնացել է։ Ոչ մեկ չի եկել զբաղվում, ոչ վիոլա ջուրը, ոչ քաղաքապետարանը, ոչ այս շինարարությունը անողը։ Ստեղ ինչպես տեսնում եք, նույնիսկ մարդ չկա, որ աշխատանք հիմա անի, աշխատանքային օրը, աշխատանքային ժամ, պատի գործը եռա, որ շուտ վերջացնեն։ Ներքև էսա քիչնենք, մի հատիկ աշխատողա, մի հատ աշխատողա, մի հատ տեխնիկայի աշխատում ու մի հատ բանվոր։ Նայեք ստեղի վիճակը։ Էսի լրիվ փոշի է, ստեղ ավտոները գնում են, ու այս փոշին բարձրանում է ուղիղ քաղաք։ Հենա մի հատ տեխնիկայի աշխատում, այդ մի հատ տրակտորն է։ Սա իր հերթին։ Երկրորդը, ստեղ փորել են բազմաթիվ փոստեր, որ անցկացնում են ջրահեռացման համակարգեր։ Նայեք իրանց դրած պատնեշները, էսի 21-րդ դարի պատնեշը, ինձ քարերով դրել են, որ մարդիկ ստեղ իբրև չընկնեն։ Սա շատ ուժեղ, հզոր պատնեշ է, մի հատ նայեք, ինչպեսի պատնեշներ են դրել։ Շին հրապարակը ահավոր թափթփված վիճակում է։ Ես Երևանի քաղաքապետարան զանգել եմ, կոմունալ վարչության պետին իմ բողոքը ասել եմ։ Հիմա սպասում եմ ինչա, սպասում որ այս վիճակը այսօր ուղղվի։ Վիոլա ջուրը ստեղ մի քանի վթարային բաներ ունի, խողովակներ։ Իրանք էլ չեն անում, սպասում եմ իրանց արձագանքի, տեսնեմ երբ են բարեհաճելու կան։ Այս լուկերը բոլորը փոխել են, նոր համակարգն անցկացրել, բայց տակով անցնել բաներ վնասել։ Այս ահավոր վիճակը այսօր հուսով եմ, որ կվերացվի։ Եթե չէ, ստեղի բնակիչները հետ կապ եմ հաստատել, իրանք այս փողոցը, որ իջնում է դեպի Մերիդիան, որ այդ COP17-ը փակելու են, չեն թողելու շինություն։ Այս ամեն ինչի այս պատճառը, այս հատվածի բարեկարգումը COP17-ի համար Մերիդիանում որ կառուցվում է, ասենց ամեն ինչ արագ անում են, որ հասցնեն մինչև սեպտեմբերի վերջացնեն, համար առանց գծագիր, առանց ոչ մի բանի փորում են, վնասում են խողովակները ու հետո թողում գնում։ Այսա վնասված։ Ստեղ երեք, ստեղ էր վնասված, նայեք այդ